ընդդիմադիր աշխարհիկների ձախողումից հետո Մոսկվայից հրահանգիչեցվեց հոգևորական գտնել ընդդիմադիր, մտցնել քաղաքական պայքարի մեջ, մտցրեցին, ձախողվեցին, վարկաբեկեցին եկեղեցին ներքաշեցին այդ Հայաստանի դեմ, Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի ժողովրդի դեմ պատերազմի մեջ, պարտվեցին, եթե չպարտվել, եթե եկեղեցին հասներ, եկեղեցականները հասնեին, Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում չէր հայտնվի, որովհետև այդ հետ խորհրդային տարածքում գործող հիբրիդային սխեմաների մեջ գրված է առաջին կետ դիմադրության շարժումներ, երկրորդ կետ հոգևորականների ընդգրկում, եկեղեցու տարաբաժանում, քանի տեղ են եկեղեցին բաժանել, փորձում են նույնն էստեղ անել, երրորդ կետ միլիարդատերեր, չորրորդ կետ ներքին ընդվզումներ, հինգերորդ կետ ֆինանսական մախինացիաներ, ֆինանսների ներգրավում, վեցերորդ կետ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների օգտագործում, չաթբոտներ, մատրյոշկաներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Պլան B միշտ ունեն, այսինքն։ Դա պլան B չի, գիտեք, դա մաշված, քրքրված արդեն, տարտղնված, ձախողված ձեռագիր է, որը փորձարկել են հետ խորհրդային տարածքի Արևելյան Եվրոպայի բոլոր հնարավոր երկրներում ձախողվել են։